Daimler Chrysler ընկերության կազմում գտնվող մակնիշների մոդելային շարքերում այսօր արտաճանապարհային բազմաթիվ մոդելներ կան։ Մասնավորապես Mercedes-ն ունի 3 այդպիսի մոդել, Dodge-ը նույնպես հայտնի է իր արտաճանապարհային տեխնիկայով, իսկ Jeep մակնիշն ուղղակի դարձել է բարձր անցունակությամբ օժտված մեքենաների հավաքական կերպար և տերմին հոմանիշ։ Արտաճանապարհային 4 տանող անիվներով օժտված մոդելների բազմազանության մեջ, սակայն, միայն Chrysler մակնիշն է, որ առայժմ չունի այս կարգի մեքենա։ Chrysler-ում գտնում են, որ ժամանակն է լրացնելու այդ բացը և որպես առաջին քայլ Դեթրոյթի ավտոսալոնում ներկայացնում Chrysler Aspen լիածավալ ամենագնացը։ Լյուքս կատեգորիայի այս մեծածավալ ամենագնացի ներկայացումը Դեթրոյթի ավտոսալոնում կազմակերպված էր մեծ շքեղությամբ։ Արհեստականության թափոնների տարափի տակ Chrysler Aspen-ի հայտնությունը հաճելի անակնկալ էր ամերիկյան ավտոսիրողների համար, որոնք այժմ մեծածավալ լյուքս ամենագնացների վառ ներկայացուցիչներ Cadillac Escalade և Lincoln Navigator-ի ֆոնին կարող են գնահատել նաև այս դասի նոր ներկայացուցչին՝ Chrysler Aspen-ին։ Aspen անվանումը թարգմանվում է որպես բարդի։ Թե ինչ նկատի ունեն Chrysler-ի շուկայագետները, պարզ չէ, սակայն այդպիսի անվանումով մեքենա Chrysler-ի մոդելային շարքում եղել է 70-ական թվականներին։ Chrysler Aspen-ը պատրաստված է Dodge Durango-ի բազայի վրա։ Արտաքնապես մեքենան իր վրա կրում է Chrysler-ի վերջին տարիների դիզայնի դրոշմը։ Մեքենայի առաջնամասում իրար են խառնվում 300 CI և Crossfire-ի ծանոթ գծերը և ստեղծում միանգամայն ներդաշնակ և պատկառելի արտաքին։ Չնայած իր ահռելի չափերին, մեքենան այնքան էլ մասիվ չի ընկալվում, ի տարբերություն իր հիմնական մրցակիցների Cadillac Escalade-ի և Lincoln Navigator-ի։ Մեքենայի ծավալները միանգամայն համամասնորեն են տեղաբաշխված, և Chrysler-ն ընկալվում է ավելի թեթև և բարյացակամ, քան իր մրցակիցները։ Շնորհիվ առատորեն օգտագործված քրոմապատ դետալների և 20 դյույմանոց անիվների, Chrysler-ը ստացել է միանգամայն շքեղ և պատկառելի արտաքին ձևավորում, ինչն անկասկած կգնահատի ամերիկյան գնորդը։ Չնայած վառելիքի գների անշեղ աճին, ամերիկացիները դեռևս սիրում են մեծածավալ և հարմարավետ ամենագնացները։ Սակայն այդ սերը գնալով կարող է մարել վառելիքի հետագա թանկացումների պատճառով։ Այդ առումով կարծես թե մի փոքր ուշացած է Chrysler-ի մուտքը շուկայի այս հատվածը, որտեղ եթե վառելիքի տնտեսման ուղղությամբ որոշակի նորամուծություններ չարվեն, ապա շուկայի այս սեգմենտը լրջորեն փոքրանալու վտանգի առջև կկանգնի։ Ամերիկյան ավտոարտադրողներն այդ հասկանում են և տարբեր ուղիներ փնտրում այդ խնդրի լուծման համար։ Chrysler-ը նույնպես մտածում է այդ ուղղությամբ և իր նոր մոդելի վրա առաջարկում 5.7 լիտր աշխատանքային ծավալով Hemi սերիայի վեաձև 8-մխոցային շարժիչ 335 դիահու շզորությամբ, որն օժտված է Multi-Displacement System համակարգով։ Այս համակարգը հանգիստ վարման պայմաններում անջատում է 8 մխոցներից 4-ի աշխատանքը, այդպիսով էականորեն նպաստելով վառելիքի տնտեսմանը։ Մեքենան օժտված է 5 աստիճանով ավտոմատ փոխանցումատուփով, իհարկե 4 տանող անիվների համակարգով և իջեցնող փոխանցումաշարքով։ Chrysler մակնիշի առաջին ամենագնացը շուկայում կհայտնվի 2006 թվականի վերջին։